Սասնա ծռեր, Բ հատոր, Առաջին մաս, խմբագրեց ակադեմիկոս Մանուկ Աբեղյան, աշխատակցությամբ պրոֆեսոր Կարապետ Մելիք Օհանջանյանի։ Թպատում, Սասունա ծռեր, պատմեց Ալաշկերտցի Կարապետ Թամոյանը, գրի առավ 1932 թվականին Կարապետ Մելիք Օհանջանյանը։ Դավիթ և խանդուտ։ Դավիթի քաջութեն որ Մսրա Մելիքին հաղթեց, ձեն հասավ կաղ զվան, վաչո մարջո աղջկան խանդուտ խանումին, ինչպես որ Դավիթ քաջ ու հաղթ մարդ էր, դա ավելի խանդուտ համ խորոտ էր, համ քաջ էր, խանդութի սիրունութեն ամբողջ աշխար բռներ էր, շապու հարկա լսեր էր խանդութի սիրունութեն, շապու հարկա մարդ խրգեց խանդութին ուզեց, ուրիշ քաջ մարդիկ ուրանց ղվաթին գոհամիշ, 40 քաջ մարդիկ եկած են խանդութին ուզելու, խանդութ էլ Դավիթին ձեն լսեր էր, ամա չկրներ խաբարեն էր, օրերից մեկ օր խանդութ խաթուն կտեսնի մեկ հատ աշղ կպտտա, մարդ կղրգա պերաուրեն մոտ կսա աշղ ջան ինչ տամ, երթաս սասուն 3 խոց Դավիթի նսես ուգած, կսա խանդութ խանում, ինչ որ կուտաս դու գինաս, կերթամ քու խաթր համար, մի կուտոսկի կիտա աշղին ու կդնա ճամփու, կսա 3 խոս կսեմ սովրի, ենտեղ Դավիթի նսես, էսպես կսիս աշղ, իմ բոյով խանդութ, ինչպես ծառնի չինարին, իմ սիրուն խանդութ, ինչպես խնձորնի ծառի ծիրին, իմ ճերմակ խանդութ, ինչպես բամբակ գզին ու դիզին, ես 3 խոս կսիս ու կդառնաս, Աստված քզի հետ աշղ, աշղ կերթա շատ, քիչ Աստված գինա, օրերից մեկ օր կհասնի սասուն, Սասունա չժերելան տեսան մարդ մի եկավ պեղերով, բան մի կապիջից կախուկ, սկսեցին քարով զարգել, աշղ ըսավ, իմ գնի շանորդիներ, մարդ չտեսերիք մարդ իմ, աշղ իմ, խեղճ մարդ իմ, եկեր իմ խաղ կսիմ, օղորմութեն կհավաքիմ, եդոնց մեջ ձենով օհան խելքով մարդ էր, ուրանց ճժերու վրեն հեր սոդավ բռնեց աշղից էր, տարավ ուրտուն, աշղին ըսավ ընձի խաղը մսա, աշղ լե գիներ, Դավիթ էդոնց մեջն ասավ, իմ բոյով խանդութ ինչպես ծառնի չինարին, իմ սիրուն խանդութ ինչպես խնձորնի ծառի ծիրին, իմ ճերմակ խանդութ ինչպես բամբակ գզին ու դիզին, աշղ էդպես որ ըսավ, քերի թորոս մի ճլոտի դորերեսին զարգավ ըսավ, շանորդին էգերա տղեն խապատանա, աշղի վիզ օզրավ ու կնաց, աշղ կեղից դուս ելնելով, Դավիթին կանիցա կքվրա ու կերթա, Դավիթ լեդ վաղթ ձյով ուրիշ տեղից կիկա, կաշա մեկ նուրեն կքվրա, ձին կքշա կիգա կսահայ մարդ, էդ ինչ հեղի քզի որ կքվրիս, Դավիթին կանիցիս ու կիկաս, կսա եգանք սասուն Դավիթին խոսքը մսինք զարգեցին իմ վիզ օզրավ, Դավիթ կսա աշղ, են Դավիթ որ կա, եսի մսա ընձի, իմ մամ ընձի մեկ աղոտ կմա սովրեցրե, աղոտ կսիմ քուվիս կսաղնա, դե աշուղ որ կլսայի դա Դավիթնա, սասկի ճուր պիջից կերքի կսի, իմ բոյով խանդութ ինչպես ծառնի չինարին, իմ սիրուն խանդութ ինչպես խնձորնի ծառի ծիրին, իմ ճերմակ խանդութ ինչպես բամբակ գզին ու դիզին, Էդ խաղն որ աշուղ կսա, Դավիթ ծիուց կիչնի, ձեր կդնային մեգել թարավ, օզոր թարավ պնդրուկով կզարգա ու աշղին կհարցու էդ խանդութ ուստենա, կսա կաղ զվանի վաչո մարջո աղջիկնա, դե գնա կսա այսօր չորեք շապտիա, կիրակի իրիկուն ես կաղ զվանեմ, կանցնի էդ օրեր, Դավիթ կերթա դեպի կաղ զվան, երբ որ կիչնի մշուտաշտ, կտեսնի մետեղ կութան կա, ձին կքշա բարև կիդա կսա տղեք ջանանոթի եմ, քիչ մի հաց տակուտեմ, մաչկալ կսա հացս էլի մոտնա կնակեր ու կնակորձիտ, Դավիթ լեկերթա հացի մոտ որ հաց ուտա,
Դու մսի էդ գութան 7 նավուր հացին բերած, որ 7 նոր դուս մնան գութան անեն։ Դավիթ լեթացեր ամբողջ գուտա։ Գիգան կտեսնին, որ հաց չիկա, կհերսոտեն կսեն վայ քուտու նավրի, մենք 7 նավուր հացինք բերի դու հորի կերար, մենք մնանք անոթի։ Դավիթ կսաբան չկա, գելիմ ձր արդ կվարիմ կերթամ, դուք լեգացեք ձեր տուն։ Էտսելուն գմշտան արցկել տվեց, հեծավ ուրցին, բռնեց բնատից ու քաշեց գութան, քաշեց, մեկ 10 փաթ գնաց եկավ։ Ասին, էդ քու շնորհք չէ, քու ձիու շնորհքն է։ Այն ժամանակ Դավիթի չավ ձիուց ու ինք վարեց արդ խլսցուց։ Գութան հողից պրծուց հանեց, մարմնդեց ու թալեց դեպի երգինք, մկա կսեն սամու կտորտան երկնքից կիկա։ Ուծին քշեց ելավ ճամպա, գնաց, հասավ Խանդուտ խանամի պալատի առաջ։ Ձին քաշեց ներս ու ինք գնաց դիվան։ Խանդուտ խատուն լե փանջարից սեյր կեներ։ Տեսա որ Դավիթ իմալոր կպատմին հլա 7 անգամ էվել էր։ Խանդուտի խելքն ցավ, 3 տեղով խոնջան կտրավ։ Երբ որ մտավ Դավիթ օդեն պալատ, տեսավ 40 հատ Ազրահել մարդ նստածին։ Այդ մարդիկ որ Դավիթին տեսան, ահու դողացին, վախեցան, բերեցին գինի, քեֆ սարքեցին, 40 տարվա գինին տրին օրթալախ, 40 հոգի կլնան, գիտան Դավիթին, Դավիթ լե մենակ գիտային դոնց։ Իրենց թրերն էր տգլոսցած, գողտու դրածին քեչեստանու տակ, երբ որ Դավիթ կննջա, թրեր կքաշին որ զարգին, երբ որ Դավիթ աշկեր կբանա, էլիե թրեր կտնեն ուրանց տեղ կպայեն։ Այդ ժամանակ քերիթորոս ռմ թալեց, տեսա որ Դավիթ նեղ դրութենի մեջ է։ Մտավ թավլենցին քաշեց, թրավ հեծավ 6 օդնեն լակզին, 10 սավուր ճամփա մի ժամ վահասցուց։ Եկավ իջավ Խանդուտ խատունի պալատի առաջ, գորգիկ դուր կանգնած էր։ Քերիթորոս բորրած ասավ, գորգիկ դրմբաց, դուր բաց, մեգել գորգիկ դրմբաց, դուր բաց, մեգել գորգիկ դրմբաց, դուր բաց։ Գորգիկ անգան իմցավ, թե քերիթորոսն էր, շուտում վազեց եկավ ասեց, ասու բարին քերիթորոս, ասու բարին քերիթորոս, ասու բարին քերիթորոս, 3 անգամ ասեց։ Քերիթորոս ասավ, գորգիկ դրմբաց, հացն ու գինին տեր կենթանին, խաչ պատարակին որ իմ աչ կողքին, եթե 3 անգամ Աստծու անուն չտայիր, մեկ գուրզ մի քզի կզարգինք։ Ու քերիթորոս մտավ ներս այն ժամանակ, որ էդոնք տգլոս թրեր քաշածին նստած։ Քերիթորոս այնպես զարգեց Դավթին, որ Դավիթ թիզմի գետնեն կդրվավ։ Դավիթ աշկեր բացեց, ասավ քերի խերա, ասավ իմ կնի սասունացուր, դու եգերիս էստեղ ճան կխաղաս, մկա աշկատես, թե ես մարդիկ ինչ օին կխաղան քո գլոխ։ Մեկ քեչեք բան ծրծու տես տակը ինչ կա։ Դավիթ ելավ կայնավ ոտքին, քեչեք բան ծրծուց տեսավ ինչ։ Տեսավ տակլոս թրեր քեչեկի տակ։ Նոր իմցավ, թե ուր գլխուն էդ մարդիկ ինչ հոին կխաղան։ Ասավ քերի, քու պարեք զար դրան։ Քերիթորոս դուրը բռնեց։ Դավիթ մեկ բռնեց, վիզեր կտրեց, գլուխներ թալեց Խանդուտի փանջրի առաջ, թրեր դրեց ոտքի տակ, օզրեց, ժողվեց տվեց Քերիթորոսին, ասավ վերցու դիր խուրջին, կտանինք մրցերուն նալումեղ։ Երբ դուրս ելան, Քերիթորոս ասավ, Դավիթ ջան, այսքան մարդը սպանվավ, դու էդ աղջիկ տեսերիս։ Լավ աղջիկա, թե գեշ աղջիկա։ Ասավ քերի չեմ տեսի, ասավ թե գնա ուտես, թե լավ աղջիկ եղավ երթանք ուզինք։ Դավիթ գնաց Խանդուտ խանումին տեսնի, Խանդուտ լե կայնած էր ճամբախ, կսպասեր Դավիթի գալուն, երկուսն էլ սրախի մեջ հանդիպան իրարու։ Դավիթ բարև տվեց Խանդուտին, Խանդուտն էլ բարև առավ, թև թալեց վզով մեկ պակեց, Խանդուտ խանում ասավ, էսի Աստծու խաթր, մեկ լե պակեց ասավ,
քու ճանապարհի խաթր, մեկ լե ձեր թալեց որ Պաքի խանդուտը սավ Դավիթ չափից ընցար, էդ եղավ լրփութեն։ Ասավ ձեր թալեց Դավիթին զարգեց գեդին, Դավիթի քիթ քիսավ քարին, հեղեղի պես արուն պրծավ ու խանդուտ փախավ մտավ ներս, դուր փակեց, Դավիթ ելավ զարգելու, արդեն ուշ էր, ու երթում կերավ ասավ, հացն ու գինին տեր կենթանին, մի հատ գուրս պտի զարգիմ, երթում կերավ վերջացավ, պտի զարգա, Քերի թորոս դուսկը սպասեր, տեսավ որ Դավիթի քթեն արուն կիկա, Դավիթ լևազավ որ աղջկան զարգեր, բռնեց քերի թորոս ու ուսավ, տղա լաո, շեր շերա, չժենա, չմերա, արուց նարուց եղնիեք թևորց, քերի թորոս ուսավ Դավիթ, մերից ու գոհարից դու եղար, հպա քզնե ու խանդութից ինչ պդի եղնի, ու բերեց շորեց, քրճեց, պլուլեց, զարգեց Դավիթի պնչներ, տարավ արասի մեջ լված արներ մաքրեց, քերի թորոս գնաց, իշխան վաչոյ մարջոյ մոտ գնաց, խանդութին ուզի, իշխան վաչո մարջոն ասավ, իմ աղջիկ նշանացա շապու արքայի հետ, թե գնացիք նրան հաղթեցիք ձեր հարսնա, թե չէ խանդութեն որ հարսնա, Էդ ասելուն քերի թորոս դուրս ելավ, եկավ, Դավիթին պատմեց ամեն բան, Դավիթ ասավ, լավ քերի, դու գնա մեր սասուն, ես կերթամ, Դավիթ անցավ գնաց խանդութի օդեն, պահման դրեց խանդութի հետ, ես կերթամ Պարսկաստան, 40 օր ժամանակ, էգալ լավ, չեգա հասկացիր որ սպանվերիմ, դու կաշ շանդկներու մեջ են կաշկես, իմ աչ կողքին մսե խաչ կա, կրճանչնաս ընձի ու կխորիս, ու ասեց, ուրցին քաշեց մնացի բարով ասավ խանդութին, յալլա Պարսկաստան, դու դորիս էգա քզի, Դավիթներ շատ գնաց քիչ աստված գինա, մի օր հասավ Թեհրան քաղաք, Գնաց ձիով շապու արքայի պալատի առաջ, կայնավ ու խանչեց շապու դուրս արի, շապուն դուրս ելավ տեսավ, մի աժդահա մարդ պալատի առաջ ձիու վրա կայնած կիչնի, Դավիթ ասավ, շապու, դու խանդութ խանումի նշանացնիս, ես եկել իմ քզի հետ կռիվ, Աստված գիտա ընձի յա քզի, որ հաղթեց խանդութեն օր կնիկնա, շապու արքան խանդութ խանումի անուն որ լսեց, գիլու պես կատղավ, կորներ, ձին քաշեց ուր զորքին հրամայեց, թե ելեք պատրաստվեք, հազիր կայնեք, ելան մեյդանը սկսեցին կռվել, Դավիթ գուրզով զարգեց շապուհին դրեց գեդին, կայծակի թրով գլուխը կտրեց, դարձավ քշեց դեպի կաղզվան, զորք վախից էլ տեղից չխլվլաց. 40 օրոր թմավ, խանդութ խանում տեսավ, որ Դավիթ չեգավ, ելավ տղամարդու շոր հակավ, գուրզը վերցուց, հեծավ ուրցին, քշեց գնաց Դավիթի հավարին. խանդութ տեսավ, մեծիավոր գիկա, Դավիթ լե խանդութին տեսավ, խանդութը սկսեց փախնել, որ երթում միտքն ընկավ, խանդութ փախավ Դավիթ լեդև, երբ որ եկավ, հասպհաս եղավ, խանդութ ուրեն թալեց ջոջ զնարի տակ, Դավիթ մեգուրս թալեց խանդութ խանումին, զնարից մեգդոր պոգ եկա, որ 40 ճուղտ գոմեշ չկարնար քաշեր, խանդութ զնարի տակից ելավ, Դավիթի երդում տեղն եկավ, էդտեղ իրար հետ ձի քշելով հետ դարձան եկան կաղզվան, եկան տեսան քերի թորոս են տեղնա, շապու արքայի գլուխ տարան տվին իշխանին որ հավատա օղորդ որ սպաներա, խանդութ խանումին ուզեցին, 40 ձիաբեր ջհես տվին, զարդարանքով սասուն հարս տարան, անցավ մե ժամանակ մի, եկան իշխանի մարդիկ առան խանդութին դարձ տարան, խանդութին դարձ տանելուց վերջ, Դավիթ պարտք դրավ քերու վրա ասավ, քեզնե 400 ուստա գուզիմ, քեզնե 800 իրղատ գուզիմ, օրելնի մեր գուշ շապատվա մեջ մարաթուխա բանցր աստվածածին շինիմ, քերի թորոս ընցավ մուշ, մարդիկ բերեց, ուստեք բերեց, ելավ երկու շապատվա մեջ մարաթուխա բանցր աստվածածին շինեց, 40 էպիսկոպոս, 40 վարդապետ բերեց, օձել տվավ եկեղեցին,
Էդև մի քանի ձիավոր առավ գնաց կաղզվան, ուրեն աներոջ տեսնի։ Մինչև հասավ էտեղ, տեսավ խանդուտ խանում պարկերը մետ տղայա բերեր։ Մի քանի օր էդև Դավիթ կերթա արազի մեջ լող կնա, համա լող կնալու վաղտին Ճիմճիմի Սուլթան անունով մի մարդ օրեն լեգուզի խանդուտ խանումին առնի, գողտուկը զարգի Դավիթին կպագու։ Էն ժամանակ ցրան վեգոն Դավիթի ազգականներից է, կհասնի Ճիմճիմի Սուլթանին կբռնի կբերի Դավիթին։ Դավիթ էդոր վիզ կքաշա կգդրա, ինք կպարկի հոգին կիդա։ Դավիթին շորեր կհակուն, կարնին կտնին ձիու վրա, կարնին էնպես կբերին, որ խանդուտ խանում իրեն չվնասա։ Խանդուտ խանում լե էդ ժամանակ իրենց տանիքի վրա սեյր կենա։ Ձիավորտան ջրիտ խաղալով կիկան, յանի թե Դավիթ սաղա քեվ կանա։ Կուկան պալատին որ կմոտիգնան, ցրան վեգոն ձին խաղցնելով կերթա կմոտիգնա խանդուտ խանումին, խանդուտ խանում կհասկնա, որ մեհանելուկ կա էդտեղ, ու հարց գիտա, կանչա կսա, աժող եկավ, չաժող եկավ, իմ շահ բալաբան Դավիթ հորի չեկավ, ու պալատի երթիկից գլխիվեր զինք կթալա, գլխուն վրա պատելուն կանգնի մեքարի վրա, ու խանդուտ խանում կմեռնի, գլուխ քարին մեջ մտնելուն քար կփջի, էդ գլխի փջած տեղ կսեն երկու կոտ ցորեն կտանա, ու երկուս լե մեռան տարան գերեզմանոց, երկուս լե մի տապանի մեջ տարան հորին։